Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Fast Info-ի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Միքայելյան, Վլադիմիր Պուտինը օրերս հայտարարել էր, որ պատրաստ է առանց նախապայմանների մայիսի 15-ին վերսկսել բանակցությունները Զելենսկիի հետ, սակայն Զելենսկին էլ հայտարարել է, որ համաձայն է բանակցություններին այն դեպքում, եթե պահպանվի հրադադարի 30-օրյա հաստատվի հրադադարի 30-օրյա ռեժիմ։ Կարող եք արձանագրել, որ սա նախապայման է եւ այս դեպքում զարգացումների կարելի է սպասել։ Ընդհանրապես մենք այդտեղ գործ ունենք շահերի տարբերության հետ եւ այո մի կողմից կա Զելենսկին, որը ուզում է հրադադար եւ կա Պուտին, որը ուզում է խաղաղության պայմանագիր։ Ինչն է տարբերությունը։ Արդյոք հրադադարի հետևանքը լինելու է խաղաղության պայմանագիրը կամ խաղաղությունը։ Սա շատ լուրջ հարց է եւ իմ կարծիքով ոչ։ Ինչու՞։ Որովհետեւ նախորդ բանակցային գործընթացը, որը ընդհատվել է 2022 թվականի մայիսի 15-ին, որից հետո հիմա Պուտինը փորձում է վերականգնել հենց այն գործընթացը, ցույց տալով, որ Ուկրաինան տապալել է եւ Ուկրաինան հիմա գալիս է ֆիքսելով իր խոշոր հաշվով պարտությունը։ Եվ այսպիսով բանակցությունը վերսկսվել է նույն տեղից, բայց որոշ փոփոխված պայմաններով, հա։ Հիմա ինչ է նշանակում սա։ Այդ ժամանակ կար նախնական պայմանավորվածություն, որ Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Ուկրաինայի հյուսիսից, Չերնիգովի, Կիևի եւ Ժիտոմիրի օբլաստներից, մարզերից եւ բանակցությունը չի տեղի ունենալու, այսպես ասած, գլխին, այսպես ասած, ատրճանակը դրած։ Եվ այդպիսի պահանջ կար նաև եվրոպական կողմերից, Ռուսաստանը համաձայնվել է եւ հետո Ուկրաինան տապալել է բանակցությունը։ Այսպիսով հիմա դա անիրատեսական է, որովհետեւ Ուկրաինան, այսինքն Ուկրաինայի ներկայ իշխանությունները ցույց են տվել իրենց ունակության բացակայությունը առարկայական բանակցություն վարելու։ Այսպիսով ռազմական գործողությունները չեն դադարի եւ շարունակվելու են եւ միայն այդ ֆոնին հենց ատրճանակը գլխին Ռուսաստանը փորձելու է ստիպել Ուկրաինային գնալ խաղաղության։ Տեսեք, մյուս կողմից էլ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ մեծ շաբաթ է մոտենում եւ տպավորություն է, որ այստեղ երկու այսպես ճակատներով խաղ է ընթանում։ Մի կողմից Ամերիկա-Ռուսաստան խաղն է, որոնք փորձում են արևմուտքին դուրս թողել բանակցություններից, մյուս կողմից Թրամփ-Զելենսկի խաղն է, երբ Զելենսկին հայտարարում է, որ օրինակ պատրաստ է գնալ եւ Ստամբուլում սպասել Վլադիմիր Պուտինին, իսկ Թրամփն էլ ասում է, որ կմեկնի Ստամբուլ եւ հույս ունի, որ եւ Պուտինին եւ Զելենսկիին այնտեղ կտեսնի։ Եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա ամենայն դեպս երեք կողմից պետք է դիտարկենք, որովհետև Թրամփը ոչ միայն Պուտինի եւ Զելենսկիի հետ է խաղում, այլ նաեւ եվրոպական առաջնորդների, այսինքն Մակրոնի, Մերցի եւ Ստարմերի հետ է խաղում։ Այո, Թրամփը փորձում է իր օրակարգին հասնել եւ այստեղ նախ հասկանանք ինչն է Թրամփի օրակարգը։ Թրամփի խնդիրը հետեւյալն է։ Նա հասկանում է, որ արևմուտքը արդեն այստեղ շահելու ոչ մի բան չունի եւ քանի դեռ լուրջ կորուստները չեն եկել, կորուստների պահը չի եկել, ուզում է այդ ամեն ինչից դուրս գալ։ Իսկ եվրոպական առաջնորդները նախ արդեն այդքան են ներդրվել այս գործընթացի մեջ, որ չեն կարող դուրս գալ, եւ երկրորդը նրանք մտածում են հետեւյալ կերպ. եթե Ամերիկան ուզում է դուրս գալ եւ բոլոր կորուստները թողնի մեր վրա, ապա մենք պետք է թույլ չտանք, որպեսզի Ամերիկան դա անի, եւ փորձում են պահպանել այս հակամարտությունը։ Նրանց քաղաքականությունը հիմա միտված է պատերազմի պահպանմանը։ Եվ նույնիսկ հրադադարը դիտարկում է որպես այդպիսին, այսինքն նրանք բարձ ասում են, մենք պետք է կանգնացնենք ռազմական գործողություններ, այդ ընթացքում զինենք Ուկրաինան, որպեսզի նա շարունակի ավելի արդյունավետ պատերազմել Ռուսաստանի դեմ։ Հիմա այդ պայմաններում բարձ է Ռուսաստանը չի կանգնելու։ Հիմա ինչ մեծ շաբաթի մասին է խոսքը գնում։ Նախ այստեղ Թրամփը ոչ միայն ուկրաինական դիվանագիտական ճակատի մասին է խոսում, այլ նաև մի քանի այլ ուղղություն ունի եւ փորձում է ամենտեղ հաջողության հասնել։ Իհարկե սա խնդիր է Թրամփի համար, որովհետեւ նա միանգամից նախաձեռնել է բազմաթիվ գործընթացներ եւ հիմա ամեն գործընթացի մեջ ոնց որ խճճվել է շատ եւ չի կարողանում ոնց որ շատ առաջ գնալ։ Սա մի կողմից, մյուս կողմից ինքը շատ հստակ օրակարգ չունի։ Իր խնդիրը այս պայծությամբ զուտ պոպուլիստական է, այսինքն հասնել ինչ որ պայմանավորվածության, որը ինքը կկարողանա վաճառել, որպեսզի իր հաջողությունը եւ ավարտել այս ուկրաինական տրեկը, որովհետեւ իր կարծիքով դա իրեն խանգարում է։
Իսկ ձեր դիտարկմամբ օրինակ Թրամփի այդ մեծ շաբաթվա մեջ մտնում են նաև Թուրքիայում տեղ ունեցող իրադարձությունները, որովհետև օրերս արդեն լուրեր շրջանառվեցին ԶԼՄ-ներում, որ Թուրքիայում աշխատավորական կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը, եւ հետաքրքիր է, որ հենց սիրիական ֆոնին է այս ամենը, այսինքն երբ Թուրքիայում որոշակի հստակություն կա Սիրիայի հետ կապված, արդեն հայտարարվում է, որ աշխատավորական կուսակցությունը քրդական դադարեցնում է գործունեությունը։ Կարող ենք համարել, որ սա հատուկ պրոյեկտ էր եւ հարց առաջանում այդ դեպքում ամերիկյան թե թուրքական պրոյեկտ է եղել։ Դե նախ Թուրքիայի իշխանությունները միշտ էլ փորձել են վերացնել քրդերի աշխատավոր կուսակցությունը եւ հիմա նրանց կարծես թե հաջողվել է եւ այստեղ կարելի է մի քանի պատճառ առանձնացնել, բայց համենայն դեպս գիտենք, որ այդ կուսակցությանը ժամանակին Խորհրդային Միությունն է աջակցել, ժամանակին ԱՄՆ-ն, հիմա այս երկու ոնց որ աղբյուրից զրկված է եւ մեծաշով անարդյունավետ է դառնում իր պայքարը։ Սա մի կողմից։ Մյուս կողմից գոնե մասնակիորեն քրդերը իրենց նպատակներին հասել են, որովհետև եթե 50 տարի առաջ քրդերին որպես մարդ չէին ճանաչում եւ ամեն ձևով փորձում են զրկել իրենց ինքնությունից, լեզվից, ամեն ինչից, ապա հիմա գոնե ինչ որ որակի ոնց որ կարգավիճակ ունեն Թուրքիայում։ Այսպիսով այստեղ եւս որոշ չափով հասել են, բայց մյուս ուղղությունը, որը դուք առանձնացրեցիք, դա Սիրիան է եւ այստեղ որոշակի զարգացումներ կան։ Նախ Սիրիայից Ամերիկան պատրաստվում է դուրս գալ։ Իրաքից էլ է պատրաստվում, բայց Իրաքից ինչքան էլ պատրաստվել է դուրս գալ, վերջում տենց էլ դուրս չեկավ։ Իսկ Սիրիայից իսկապես Ամերիկան պատրաստվում է դուրս գալ։ Եվ եթե Ամերիկան դուրս գա Սիրիայից, ապա այդ պարագայում նաև սիրիական քրդերը կմնան մենակ թուրքերի դեմ, որովհետև Սիրիայում հիմա կենտրոնական իշխանություն գրեթե չկա։ Կա ոնց որ Թուրքիայի հսկայական ազդեցություն, որը նախաձեռնել է եւ ստեղծել է այսօրվա Սիրիայի իշխանությունը եւ այսօրվա Սիրիայի քաղաքական դասավորվածությունը։ Եվ այո, գուցե կա ինչ որ ոչ ֆորմալ պայմանավորվածություն, որտեղ սիրիական եւ թուրքական քրդերի ինչ որ երաշխիքներ կան իրենց իրավունքների պաշտպանության եւ այդ պարագայում օրինակ Թուրքիայի քրդերը դադարեցնում են պայքարը, որպեսզի օրինակ Սիրիայի քրդերին շատ մեծ վնասներ չհասցնի Թուրքիան։ Բայց մենք գիտենք, որ Թուրքիան բոլոր պայմանավորվածությունները խախտում է, այնպես որ քրդերի տեղում ես այդքան հանգիստ չի մնա։ Արմիկյան, ձեր դիտարկմամբ այն գործընթացները, որոնք տեղի ունենում օրինակ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում եւ Մերձավոր Արևելքում, ինչպես կարող են ազդել Հարավային Կովկասի վրա։ Բավականին լուրջ ազդեցություն ունեն։ Մենք կարող ենք հիշել օրինակ Սիրիական պատերազմը, որը մի քանի տարի հետո արդեն սկսեց ազդել Հայաստանի վրա։ Օրինակ 2011 թվականին սկսվեց Սիրիայում այս քաղաքացիական առճակատումը, 2012-ից Թուրքիան ամբողջությամբ սկսեց ներդրվել այդ գործընթացի մեջ եւ 2015-ին այդ գործընթացի մեջ մտել է Ռուսաստանը մյուս կողմից եւ արդեն Սիրիան դարձել է ինչ որ չափով ռուս-թուրքական թատերաբեմ եւ դա հետո արտահայտվել է Արցախում։ Թուրքիան սկսեց այդ զինյալներին բերել Արցախ հայերի դեմ կրվածնելու համար։ Սա օրինակներից մեկն է եւ առհասարակ նաեւ Ռուսաստանի որոշ գործողությունները դրան նպաստեցին, որովհետեւ Ռուսաստանն ու Թուրքիան որոշ պայմանավորվածություններ ունեին։ Թուրքերը ուզում էին իրենց, այսպես ասած, զինյալներին այնտեղ պահեին, ռուսներն էլ ուզում էին Ասադի իշխանությունը, որպեսզի վերահսկողություն հաստատի ողջ Սիրիայի տարածքի նկատմամբ։ Եվ ինչ որ պահին Ասադը սկսեց հարձակումը զինյալների դեմ շատ հաջողաբար եւ թուրքերը համարեցին, որ ռուսները իրենց գցեցին եւ ասել են, որ մենք դեր վրեժ ենք լուզելու եւ նաեւ այդ ինչ որ չափով իհարկե այդտեղ բազմաթիվ այլ հանգամանքներ կային, բայց դա այլ, այսինքն ռուս-թուրքական ճակատը Սիրիայից տեղափոխվեց օրինակ դեպի Հարավային Կովկաս, մյուս օրինակը նաև ռուս-թուրքական բանակցային գործընթացը կարող է տեղափոխվել, որովհետև այդտեղ ստեղծվել է Աստանայի ֆորմատ բանակցային, որտեղ կար Ռուսաստան, Թուրքիա եւ Իրանը, որոնք փորձում էին սիրիական հակամարտության իրավիճակը մոդերացնել եւ մեծաշով 3+3 պլատֆորմը մոտավորապես էլի դրա մասին է, հա։ Այսինքն, այո, այս Մերձավոր Արևելքի ես մի օրինակ բերեցի, այդտեղ էլի բազմաթիվ բաներ կա, ուղղակի չենք հասցնի։ Հիմա ուկրաինական ճակատը ել ավելի մեծ ազդեցություն ունի Հայաստանի վրա, որը հետեւյալ կերպ է արտահայտվում։ Նախ Ուկրաինայում սկսվել է ռուս-արևմտյան հակամարտությունը, որը հիմա արդեն Ամերիկան ճանաչել է որպես պրոքսի պատերազմ Ռուսաստանի դեմ։ Շատերը կարող են ասել, դե
դա Ռուբիոն է ճանաչել, բայց նախորդ իշխանության ներկայացնող թերթը New York Times-ը վերջերս հրապարակել է հսկայական հոդված, որտեղ ցույց է տվել ինչքան եղանակներով եւ ամբողջը չի ցույց տվել ամերիկան պատերազմել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայում, այսինքն դա ոչ թե ուկրաինական պատերազմն է, որտեղ Ամերիկան աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ, այլ դա հենց Ամերիկայի պատերազմն է, որտեղ Ուկրաինան ուղղակի գործիք է, ընդ որում գործիք է զուտ մարդաքանակի տեսանկյունից, ուրիշ բան չէ, մարդաքանակի եւ տարածքի ներքո, մնացածը ամբողջությամբ ղեկավարում է Ամերիկան, այսինքն ցանկացած թիրախ, որը Ռուսաստանի տարածքում հարվածում են, դա կամ Մեծ Բրիտանիայի կամ Ամերիկայի կողմից իդենտիֆիկացվում է եւ ուղղորդվում է։ Մինչեւ օրս Ամերիկան մոդերացնում է այս պատերազմը իր կողմից։ Եվ եթե Ամերիկան դադարեցնի այդտեղ մասնակցել, ել չեմ ասում, եթե նաեւ Եվրամիությունը դադարեցնի, ապա այդտեղ ամբողջությամբ դադարեցնելու մասն եմ խոսում, ապա այդտեղ Ուկրաինան մի քանի օրվա մեջ կհանձնվի։ Սա ակնհայտ է եւ Ռուսաստանի համար, եւ դրա համար բանակցությունը գնում է հենց բանի հետ, Ամերիկայի հետ, բայց ինչպես դա ազդում է արդեն մեր վրա։ Ուրեմն, եթե 91 թվականից սկսած Ռուսաստանը փորձում էր ինտեգրվել արևմուտքի արևմտյան կառույցների մեջ, նույնիսկ ընդհանուր մինչև ՆԱՏՕ-ի մեջ անդամակցության մասին խոսում էր Պուտինը օրինակ եւ ոչ միայն, ապա արևմուտքը բավականին վաղուց իդենտիֆիկացրել է Ռուսաստանին որպես հերանեկարային թշնամուն, որովհետեւ դա շատ այսպես ասած սովորական է եղել արևմուտքի համար, ցարը պատերազմի որպես շարունակություն դիտարկել, նրանք չընդունեցին Ռուսաստանն իրենց շարքերում եւ սկսեցին Ռուսաստանի դեմ պայքարել եւ այսպիսով ստեղծվել է ոնց որ երկընտրանքի իրավիճակ հարավային Կովկասում, որտեղ կա արևմտյան վեկտոր, ռուսական վեկտոր եւ այլն, եւ Հայաստանը ստիպված է եղել հենց ռուսական վեկտորին հավատարիմ մնալ, որովհետեւ Ռուսաստանով պայմանավորված էր Հայաստանի անվտանգությունը։ Իսկ մնացած ուղղություններով թե Վրաստանի, թե Ադրբեջանի աշխատում էր ՆԱՏՕ-ն, Թուրքիայի միջոցով։ Եվ պարզ է, որ եթե մենք խոսում ենք մի տարածաշրջանի մասին, հատկապես այսքան փոքր եւ նաեւ աշխարհագրորեն առանձնացված, նաեւ լոգիստիկական կարեւորություն ենք հասկանում, ապա ճիշտ է, եթե դա մի ուժային միավորի կազմում է գտնում, այսինքն մի անվտանգային տարածքում։ Եվ այստեղ սկսվել է ոնց որ պայքար, թե որ ազդեցության գոտում լինելու է։ Ռուսաստանը այդ պայքարում տարբեր պատճառներից ելնելով պարտվել է, այսինքն տեղի ունեցել հետևյալը։ Վրաստանը ամբողջությամբ մտել է արևմտյան ազդեցության գոտու մեջ, Թուրքիան ամբողջությամբ կլանել է Ադրբեջանը եւ այսպիսով Ադրբեջանը եւս կարելի ասել մտել է, որովհետեւ այստեղ խոսալ որ արևմտյան ոնց որ բլոկը առանձին Թուրքիան առանձին դա սխալ է եւ դա կեղծ է։ Իրականում դա նույն բլոկ է եւ Թուրքիայի ամբողջ ռազմական եւ տնտեսական հաջողությունը կապված է եւ կախված է նաեւ արևմուտքից։ Եթե արևմուտքը վաղ որոշի, որ Թուրքիային չի աջակցելու եւ հակառակ Թուրքիային պատժամիջոցների ենթարկելու, ապա Թուրքիայի այսօրվա գերհզորությունը, որը ձևավորվել է այս տարածաշրջանում, փլուզվելու է։ Այսպիսով արևմուտքի այս տարածաշրջանում օպերատորը հանդիսանում է Թուրքիան եւ Թուրքիան հաջողաբար փոխում է այս տարածաշրջանը Ռուսաստանից, օգտվելով նաև արևմտյան փափուկ ուժից, որը տեղի ունեցել նաև Հայաստանում։ Եվ հետո գումարվել է նաև Արցախյան պատերազմ, որտեղ Թուրքիան ամբողջ ուժով մասնակցել է, իսկ Ռուսաստանը շատ մասնակի, այսպիսով Թուրքիան հաղթել է այս հակամարտությունում եւ այս տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ տիրապետում է Թուրքիան, բայց այդտեղ եւս մի հանգամանք կա։ Այդ հանգամանքը հետեւյալն է՝ առհասարակ մինչև 2014 թիվ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը արտահայտվում է հետևյալ կերպ, կոմպլեմենտարիզմը մինչ այդ, եւ Հայաստանը փորձում էր լավ հարաբերություններ պահել բոլորի հետ, բայց կենսական շահերը ամեն դեպքում կապված են Ռուսաստանի հետ։ Ապա դա փլուզվում է, որովհետեւ դու չես կարող միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ իրար հետ պատերազմող խոշոր սուբյեկտների հետ։ Եվ եկել է կամ ընտրության հարցը, կամ, այսպես ասած, լուրջ մարտահրավերների հարցը։ Հայաստանը այդ ընտրությունը այդպես էլ չկատարվեց, որի հետևանքը դարձավ 2018 թիվ, որտեղ արդեն այդ պայքարը տեղափոխվել է դեպի ներքին դաշտ։ Եվ 2018 թվականին փորձ կար թե Ռուսաստանի, թե Արևմուտքի կողմից Հայաստանում իշխանությունը զավթելու, Արևմուտքը ավելի հաջողակ գտնվեց եւ դրեց Հայաստանում իր ուզած իշխանություն, որը մինչև հիմա շարունակում է եւ կատարում է բոլոր արևմտյան պահանջները, ինչ էլ փորձեն որոշ քարոզիչները հակառակը պնդեն, դա այդպես է։ Հիմա
Այսօրվա դրությամբ եւս Հայաստանի նույնիսկ ներքին քաղաքականության վրա ամբողջությամբ տարածվում է ռուս-արևմտյան հակամարտությունը։ Եթե այդտեղ այդ հակամարտությունը լուծվի, իսկ որոշակի ուղղությունը կա արդեն, հա, համենայն դեպս Ամերիկան այս պահի դրությամբ չի ուզում շարունակել այս պատերազմը։ Ուզում է դուրս գալ, հա, ուզելը բավական չէ իհարկե, օրինակ Ամերիկան ուզում էր վիետնամական պատերազմից դուրս գալ, Խորհրդային Միությունը աֆղանական պատերազմից էր ուզում դուրս գալ, բայց վերջում դա այդքան էլ սիրուն չստացվեց երկու դեպքում էլ, հա, բայց արդեն ցանկությունը արդեն որոշակի բաները փոխում է, հա, ֆոնը փոխում է հարաբերությունների մեջ եւ Ամերիկան սկսեց դանդաղ նահանջել օրինակ Հարավային Կովկասից։ Սա եւս նկատելի է։ Եվ այսպիսով Հայաստանում սկսեցին ներքին գործընթացները փոխվել։ Մենք տեսնում ենք արդեն վերադասավորումներ, եթե առաջ իշխանական քարոզությունը օր ու գիշեր Ռուսաստան էր կլնգում, ապա հիմա շատ ավելի զուսպ են դա անում, բայց էլի քաղաքականությունը չի փոխվել։ Այս քաղաքականությունը չի կարող փոխվել այս իշխանությամբ, այսինքն այս իշխանությունը այս տրամաբանության մեջ է, բայց այստեղ ուրիշ հարց կա, արդյոք հետագայում այս մարտը տեղափոխվելու է Հայաստանի փողոցներում եւ այլն, Ռուսաստանը արևմուտքի հետ սկսել են պատերազմել, թե ամեն դեպքում Հայաստանում ներքին ուժերը ունակ են լինելու ձևավորել հայամետ իշխանություն, այլ ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ։ Սա լուրջ հարց է եւ կարծում եմ մոտակա տարիների համար գլխավոր մարտահրավեր է Հայաստանի համար։ Պարոն Նիկոլյան, իսկ այս դեպքում ինչպես է գնահատում հայ-ադրբեջանական հարաբերությունները կամ հարաբերությունների այսպես գործընթացը, որովհետև Արարատ Միրզոյանը օրերս հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի մասով կարող են լավ լուրեր լինել, դրան հակառակ Բայրամովը հայտարարեց, որ սպասում են, թե Հայաստանը երբ է կատարելու իր պարտավորությունները։ Հայ-ադրբեջանական հարաբերություններ չկան, կան Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև հարաբերությունները եւ դրանք լրիվ տարբեր բան են, որովհետեւ Հայաստանի իշխանությունները այդ բանակցություններում տանում են իրենց սեփական օրակարգ, բայց ոչ Հայաստանի օրակարգ։ Ինչու՞։ Նախ մենք հիշում ենք, ինչպես սկսվել է զրոյական կետից բանակցային գործընթացը եւ այսպիսով ամբողջ դիվանագիտական հաջողությունը, որը եղել է 96 թվականից մինչև 2018 թիվ, իսկ այդտեղ եղել են լուրջ փոփոխություններ դրական հայկական կողմի համար, ջուրը թափվեցին։ Սա մեկ։ Երկրորդը շատ կործանարար քաղաքականությունը եւ նաեւ պատերազմի մենեջմենթը, որը բերեց Արցախում պարտությանը եւ վերջում Արցախի կորստին, որտեղ այս իշխանության դերը շատ մեծ է, հա։ Երրորդը մենք տեսնում ենք, որ կա անդադար որոշակի թակույց բանակցություններ, որոնք տեղի են ունենում թուրքական կողմի հետ, ադրբեջանական կողմի հետ, կան տարբեր կոմունիկատորներ, որոնց միջոցով դա տեղի ունենում, եւ կան նաեւ դրսի ուժերը, որոնք խառնվում են այդ գործընթացի մեջ եւ փորձում են իրանք մոդերատոր լինեն, բայց մոդերատոր մեկը դառնում է գործընթացը յոկուտ Ադրբեջանին։ Հիմա եթե Ադրբեջանը ամբողջությամբ թելադրում է գործընթացը, ինչպես ադրբեջանական կողմը անընդհատ պնդում է եւ ինչու մենք այս պայծառությամբ համոզվում ենք, եւ ի դեպ, որը նաեւ պնդում է հայկական կողմը այս պայծառությամբ, որովհետեւ բա ինչ եք ուզում եւ այլն նման արտահայտություններով, այսինքն նրանք փորձում են Ադրբեջանի կամքը թելադրել Հայաստանի ներսում, օրինակ սահմանադրություն թելադրելով, օրինակ սահմանների վերաբերյալ Ադրբեջանի կարծիքը թելադրելով, օրինակ Արցախի վերաբերյալ ադրբեջանական նարատիվներ թելադրելով, ընդհուպ մինչև օրինակ այսպես կոչված Ալմատայի հռչակագիրը, որը տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի, բայց սա ներկայացվում է որպես սահմանների հետ որևէ կապ ունեցող, հետո տարածքների հանձնում, ենթակառուցվածքների հանձնում, Իրանցի դեպքը եւ այլ նման դեպքեր, ապա մենք տեսնում ենք, որ կա ուղղակի Ադրբեջանի քաղաքականությունը, որը միտված է Հայաստանի Հանրապետություն ոչնչացնելու ամբողջությամբ, եւ կա Հայաստանի իշխանություն, որը քիչ-քիչ դա թույլ է տալիս։ Պարոն Նիկոլյան, իսկ ինչու է ուշանում սահմանազատման կամ ինչու է դադարել այդ սահմանազատման գործընթացը, եթե կողմերը օրինակ 3-4 ամիս առաջ արդեն համաձայնության էին եկել։ Ինչ այդ սահմանազատումը անհրաժեշտ էր միայն Իրանցը թշնամուն հանձնելու համար։ Կողմերը չկան, նորից եմ ասում, որովհետև կողմերի համար մենք պետք է խոսանք երկու վեկտորի մասին, այսինքն մի վեկտորը մի ուղղությամբ, մյուս վեկտորը մյուս ուղղությամբ եւ նրանց համագումար կամ ինչ-որ ընդհանուր եւ այլն։ Եթե մի կողմից վեկտոր չկա, իսկ մյուս կողմից վեկտորը կա, ապա մենք կողմերը չունենք, մենք ունենք մի կողմ, որը Ադրբեջանի կողմն է եւ մենք ունենք չեզոք կողմ, որի տեսքով հանդես է գալիս Հայաստանի իշխանությունը։ Չեզոք կամ նույնիսկ ադրբեջանամետ, այսինքն ինքը հրաժարվում է Հայաստանի շահերը պաշտպանելուց եւ անընդհատ վերարտադրում է ադրբեջանական նարատիվներ։ Ինչու համար նվազագույնը, որպեսզի մարդիկ չհարցնեն, բայց մի րոպե ոնց է ստացվում, որ մենք միակողմանի միշտ դիճում ենք։ Այսինքն, այստեղ այս գործընթաց կա։ Հիմա համաձայնության են եկել նորից։ Ադրբեջանը դնում է պահանջներ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները դա կատարում են։ Նորից ենք ասում, կողմերը չկան։
այսպես կոչված մերոնք այդ բանակցություններում չկան։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք։ Հետո, ուրեմն ինչու չի կատարվում։ Նախ Ադրբեջանը արդյոք ուզում է այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքումը։ Թեև այդ պայմանագիրը գրեթե ամբողջությամբ Ադրբեջանի թելադրանքով է գրված, բայց ամեն դեպքում այդտեղ խառնվել են արևմտյան ուժերը, որոնք որոշ չափով չեզոքացրել են այդ տեքստը։ Եվ նաև ԱՄՆ-ն անցած տարի օրինակ դուրս է բերել այսպես կոչված Զանգեզուրի Միչանցկի եզրույթը այդտեղից եւ առհասարակ Միչանցկի տրամաբանությունը խաղաղության պայմանագրից, հա։ Եվ Ադրբեջանը ասում է, որ դե ուրեմն առանձին վարույթ պետք է լինի, որը զուգահեռ կստորագրվի։ Այսինքն Ադրբեջանը մեծաշով իր մոտեցումից չի հրաժարվում։ Այստեղ գալիս է հետեւյալը, Ադրբեջանը չի ուզում վերցնել իր վրա որևէ պարտավորություններ, չի ուզում ճանաչել Հայաստանի Հանրապետություն, դե ֆակտո չի ճանաչում եւ բոլոր ձևաչափերով փորձում է ուղղակի թելադրել իր օրակարգը, ըստ որի Հայաստանը գոյություն չունի, հայկական մշակույթը գոյություն չունի եւ Հայաստանի տեղը կա արևմտյան Ադրբեջան, հա։ Եվ այստեղ ուրեմն Ադրբեջանը չի ուզում պարտավորություն վերցնել, Հայաստանի իշխանություններն էլ մուրում են խաղաղությունը, մուրում են, խնդրում են, փորձում են ինչ որ կերպ Ադրբեջանի ստորագրություն ստանալ եւ ներկայացնում են օրինակ իրանցի տարածքների հանձնումը, իսկ դա ուղղակի տարածքի հանձնում չէր, դա ամբողջ պաշտպանական գծի ճեղքումներ մեջտեղը, հա, դա ներկայացնել որպես հաջողություն, հələ տեսեք մենք Ադրբեջանի ստորագրություն ստացանք։ Այսինքն այս աստիճանի դիվանագիտական ստորացում, տեսեք, դիվանագիտորեն ընդհանրապես ցանկացած բանակցություններում կա հետեւյալ խնդիր։ Խնդիրը հետեւյալն է, հա, այսինքն դու գալիս ես ինչ որ պահանջներով, դիմացինդ գալիս է ինչ որ պահանջներով եւ պետք է հետո դա համաձայնեցվի, ենթադրենք, հա։ Հիմա կախված բանակցային ուժից եւ միջնորդների դերից դա ինչ որ մեջտեղ պետք է լինի, բայց կարող է այս կողմ կամ այն կողմ թեքվել։ Բայց եթե դու հրաժարվում ես սեփական գծից միանգամից եւ ասում ես, որ քո համար հենց համաձայնության փաստը ամենագլխավորն է եւ այսպիսով դու հրաժարվում ես օրակարգից, հրաժարվում ես ինստրումենտներից բանակցային, ապա բանակցությունը ամբողջությամբ թեքվելու է դեպի դիմացինին։ Նորից ենք խոսում վեկտորների տարբերության մասին, այսինքն մի կողմից վեկտոր կա, մյուս կողմից վեկտոր չկա։ Այսինքն մենք ասում ենք, լավ, Ադրբեջանը ինչ թելադրի մենք անենք, ուղղակի որ ստանանք։ Եվ նույնիսկ դա Ադրբեջանը չի անում։ Եվ վերջին այս տրամաբանության ավարտը ինչն է, որովհետև Ադրբեջանը չի կարող իր առաջ դրված խնդիրներին հասնել պայմանագրով։ Եթե խնդիրը Հայաստանի Հանրապետություն վերացնելն է, իսկ ես հենց այդպես եմ հարցը դնում, ապա պայմանագրով դու դրան չես կարող հասնել։ Եթե խնդիրը Հայաստանի տարածքներ փոկելն է, դա եւս չի ստացվի։ Եթե խնդիրը Հայաստանի տարածքով ուրեմն այդպիսի միջանցք արտատարածքային ունենալ, որտեղ Հայաստանը ընդհանրապես վերահսկողություն չի ունենալու, ապա դա բանակցությամբ հնարավոր չի ստանալ։ Դա ռազմական գործողություններով է հնարավոր։ Դրա համար Ադրբեջանը այդ ճանապարհով է գնում։ Իսկ ինչու Ադրբեջանը դա է ուզում, որովհետև Ադրբեջանը ինքնիշխան պետություն չէ։ Ադրբեջանի քաղաքականությունը թելադրվում է Թուրքիայից։ Իսկ Անկարան դիտարկում է այս տարածաշրջանում ադրբեջանական ագրեսիվությունը որպես գործիք այս տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու։ Այսինքն, մեկ ուրեմն Կասպից ծովում Թուրքիան ունենա մեծ ազդեցություն, երկրորդ քայլ անցնել այն կողմ եւ Միջին Ասիայում արդեն թուրքալեզու պետությունների վրա ազդեցություն ունենա եւ այսպեսով իրեն պետք է ճանապարհ այդտեղ։ Եւ այդ ճանապարհը որպեսզի ազատ ունենա, ապա Հայաստանը պետք է չլինի։ Եթե մենք այս տեսանկյունից դիտարկենք, ապա այս պանթուրքիստական ծրագիր, արևելք-արևմուտք միջանցքը եւ առհասարակ տրամաբանությունը, որտեղ այսպես ասած Թուրքիան դառնում է գերտերություն Եվրասիայի մեջտեղում, դառնում է արդեն ակնհայտ, հա, հասկանում եք։ Եվ այսպիսով իմ կարծիքով մենք այս ամեն ինչի մասն ենք խոսում, Թուրքիան չի թույլ տալիս, որպեսզի Ադրբեջանը որևէ խաղաղություն կնքի Հայաստանի հետ։ Մենք նման օրինակներ ունեցել ենք, չնայած իշխանական քարոզությունը հակառակն է թելադրում, որ Թուրքիան ուզում է Ադրբեջանը չի թույլ տալիս, դա անլուրջ է Թուրքիան այնքան անգամներ ավելի ուժեղ է Ադրբեջանից եւ հավելեմ նաեւ Հայաստանից, որ ցանկացած ֆորմատը եւ օրինակ երբեմն ասում են դե մենք չթշնամանանք թուրքերի հետ, իրանք էլ մեզ հետ լավ կլինեն, դա սուտ է, որովհետեւ Թուրքիան Հայաստանից 30 անգամ ավելի մեծ է, Թուրքիան թելադրում է այդ քաղաքականությունը, Թուրքիան նախաձեռնողական քաղաքականություն ունի եւ այդ քաղաքականությունը մշակվել է դեռ շատ վաղուց։ Երբ այն մշակվել, դեռ օրինակ 1920-ականների սկզբում ուրեմն Կապույտ հայրենիք, Կարմիր խնձոր, այն ուրեմն ազգային
Այո, ազգային ուխտ, այս բաները, ծրագրերը մինչև հիմա իրականացվում են եւ մինչև հիմա որպես պաշտոնական փաստաթղթեր գործում են։ Եվ օրինակ Ալեքսանդրապոլի պայմանագրում Թուրքիան դրել է Զանգեզուրին միջանցքի եզրույթ, այսինքն 105 տարի առաջ արդեն Թուրքիան այդ քաղաքականությունը իրականացնում էր։ Հիմա մենք ուզում ենք հավատանք, որ Ադրբեջանը թելադրում է այս քաղաքականությունը։ Ոչ, այսինքն Թուրքիան չի թույլ տվել, որպեսզի չի ուղեկցում ադրբեջանական քի խաղաղությունը Հայաստանի, Արցախի հետ, չի թույլ տվել, որպեսզի Կազանում դա տեղի ունենա, եւ հետեւաբար մենք հասանք այս կետին։ Եվ վերջում, պարոն Միքայելյան, օրերս Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առնվազն մեր տարածաշրջանի մասով միջազգային դերակատարները պետք է հաշվի նստեն Ադրբեջանի հետ, հակառակ դեպքում կփոշմանեն։ Միթե Իլհամ Ալիևը կարող է այսպիսի կոշտ հռետորաբանությամբ խոսել միջազգային դերակատարների հետ, կամ միջազգային դերակատարներ ասելով Ալիևը ում նկատի ունի։ Ալիևը տվյալ դեպքում նկատի ունի Մինսկի խմբի 3 նախգահող երկրներին, այսինքն Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին։ Եվ հենց իրենց նկատմամբ անդադար այդպիսի արտահայտություններ իրեն թույլ տալիս եւ երևի գուցե նաեւ Իրանին, հա։ Ալիևը Էրդողանի sense կոպիտ ասած քսիշունն է եւ այնինչ ուզում է Էրդողանը ասել, բայց ուզում է որ իր բեռնով չլսվի, չարտահայտվի, դա անում է Ալիևը։ Այսպիսով հենց Ալիևի կողմից հենց Էրդողանի կողմից է դա թելադրվում եւ Ալիևը երբեք այդքան չէր ագրեսիվանա, եթե չիմանար, որ անհապաղ աջակցություն ունի ամեն հարցում աջակցություն ունի Էրդողանի կողմից։ Հա, իսկ Էրդողանը այս պայծությամբ փորձում է տարածվել բոլոր ուղղություններով, Սիրիայում շատ ակտիվ, Իսրայելի հետ արդեն որոշակի առճակատում կա։ Իդեպ Ալիևը փորձում էր, այստեղ մենք տեսնում ենք Ալիևի իրական քաղաքական քաշը, հա, Ալիևը այդքան ինքը իրեն հավատացել է, որ փորձել էր բարիշեցնել Թուրքիան եւ Իսրայելը, չէ՞։ Փորձում էր այս օրերին պետք է տեղի ունենար Նեթանյահուի ու Էրդողանի այցը դեպի Բաքու եւ Էրդողանը թույլ չի տվել, որպեսզի Նեթանյահուն այցելի, իր օդային տարածքը փակել է եւ ասել է, որ չի հանդիպելու Նեթանյահուի հետ։ Այսինքն Ալիևը երբ մտածել է, որ ինքը իրականում տարածաշրջանային ինչ որ քաշ ունի, Էրդողանը ինքը իրեն միանգամից հիշեցրել է, դու մի մոռացի, իրականում տարածաշրջանում ինչ որ քաշ ով ունի, դու որևէ քաշ չունես։ Եվ այո, Ադրբեջանը ինչքան էլ ձևանա, որ ինքը լուրջ պետություն է եւ այլն, ինքը ուղղակի պրոքսի ուժ է Թուրքիայի։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցադրության համար։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Հաղթանակներ եւ անվտանգություն մեր երկրին, մինչ նոր հանդիպում։